Առաջիկայում հարգելի բարեկամներ մանդատները կվերցնեն, կգնան երթումները կկարտան ազգային ժողովում, անպայման երթումները կխախտեն, նրանց մի մասը արդեն երթումը խախտել է, և նաև երթումները խախտածների մեծ մասը զինվորական ծառայությունից խուսափել են, մի խոսքով այս մարդիկ կգնան, մանդատները կվերցնեն, երթումները կկարտան, երթումները կխախտեն, կդառնան ուխտադրուժ ստահակներ և պարլամենտում կսկսեն արհեստական լարվածություն առաջացնել, արհեստական լարվածություն ստեղծել, իմիտացիա ստեղծել, զոհի կերպարների մեջ մտնել, իբրև թե մենք պայքարում ենք պետության, ժողովրդի, ազգի համար։ Ես ձեզ չեմ ասել, թե ինչու դուք իշխանափոխություն չեք իրականացրել, որովհետև եթե ես ձեզ ասեմ ինչու իշխանափոխություն չեք իրականացրել, դուք կարող եք ասել իշխանափոխություն, իսկ դու ինչու չես իրականացրել։ Ես տարիներ շարունակ ձեզ պեսներին ասել եմ ինչու դուք սահմանադրությամբ օրենքներով ձեզ վերապահված լիազորությունները չեք իրականացրել։ Հայաստանի քաղաքական գլխավոր մարմինը Հայաստանի Հանրապետության պարլամենտն է, ներկայացուցչական գլխավոր մարմինը Հայաստանի Հանրապետության պարլամենտն է և պետության հետ, ժողովրդի հետ տեղի ունեցած քաղաքական բոլոր ավանտյուրաները իրենց պատասխանները պիտի ստանան և այդ ավանտյուրիստները Հայաստանի Հանրապետության պարլամենտում և նաև պատգամավորները կաշկանդված չեն հրամայական մանդատով գործում են խղճի համոզմունքների ամբողջությամբ խղճով և համոզմունքներով։ Կարապետյան Սամվել, քո զբռոդը հրամայական մանդատով կաշկանդված չի։ Նախընտրական ողջ կամպանիայի ընթացքում Հայաստանի Հանրապետության տեղի ունեցած խոշոր հանցագործությունների մասին դու և քո զբռոդի ներկայացուցիչները ծպտուն չեն հանել։ Հյուսիս-արևմուտքում Հայաստանի Հանրապետության տեղի ունեցել խոշոր հանցագործություն, որի հետևանքով Հայաստանի Հանրապետությունը կորցրել է հսկայական տարածքներ, հսկայական տարածքներ անցել են Թուրքիային։ Դուք չեք բարձրացրել այս հարցը, դուք այս հարցի համար Նիկոլ Փաշինյանից պատասխան չեք պահանջել։ Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան շրջանում առ այսօր կան դիրքեր, որտեղ գնում են մարդիկ, հասնում են զինվորները իրենց ծառայության վայր, անցնելով ադրբեջանական զննության միջոցով, անցնելով ադրբեջանական վերահսկողության միջոցով, գտնվում են փաստացի պատանդարության մեջ և այն մարդը, ով հիմա ինձ նայում է, բայց տարակուսում է, թե ես ինչ եմ խոսում, վաղը մյուս օրը այդ զինվորը կարող ես լինել հենց դու, քո հայրը, քո եղբայրը, քո ամուսինը։ Իմիջայց այս հարցը գտնվել է և գտնվում է պարլամենտի ուղիղ վերահսկողության տակ և ինչքան որ Փաշինյան Նիկոլն է սրա համար պատասխանատու, այդքան էլ պատասխանատու են այս ամենի համար դաշնակ մաշտակները։ Այդ զինվորական ծառայությունից փախած և Արցախի համար բոզիլաց դրած դաշնակ մաշտնակները։ Հիմա այս հարցը դուք ևս չեք բարձրացրել։ Եվ բազմաթիվ հարցեր կան լրջագույն, որոնց վրա վետո է դրված, որ չպիտի բարձրացվեն, թե ոչ հանրային հեռուստաընկերությունում և գլխավորապես ոչ էլ պարլամենտում։ Եվ այսքանից հետո դուք ինչ պիտի պատասխանեք։ Դուք ինչ պիտի պատասխանեք այ կոլաբորանտ ստահակներ։ Ձեզ թվում է այս լավ ոստիկան, վատ ոստիկան խաղը հա շարունակվելու է։ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարեց հարգելի բարեկամներ, որ համաձայնեցված է, արդեն համաձայնեցված է։ Իմիջիայլ ցանկացած բառի, ցանկացած տառի համար ես սա ասում եմ բոլորին։ Ես պատասխանատվություն եմ կրում։ Եթե բազմաթիվ անգամներ եմ ձերբակալվել և ոստիկաններին կամ ինձ հետ զրուցած այլ մարմինների ներկայացուցիչներին, այլ կուսակցականներին ասել եմ, եթե որևէ հարցում ես դուք գաք ապացուցեք, որ ես սխալ եմ,
ես ներողություն եմ խնդրելու, ելնելու եմ ներողություն խնդրում, իսկ եթե պարզվեց, որ միտում է եղել այդ ամենի մեջ, ես իմ հրապարակային գործունեությունը դադարեցնում եմ։ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարեց, հարգելի բարեկամներ, որ համաձայնեցրել են Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի վերջնական տեքստը, բայց դրա համար պետք է, որ Հայաստանը հրաժարվի տարածքային պրետենզիաներից, ասել կուզեն, պիտի սահմանադրության մեջ փոփոխություններ տեղի ունենան։ Եվ ինչ է տեղի ունենալու ապագայում Հայաստանում, այս ամենի ֆոնին ստեղծվելու է լարվածություն, ստեղծելու են այոյի ճամբար, ոչի ճամբար, Սերժիկը այդպես է գործում։ Դաշնակ մաշնակներն ասում են, մենք ջենտլմենական պայմանավորվածություն ունենք, ասում է բանի հետ, որ այս հարցերը պիտի չքննարկենք, ու դաշնակ մաշնակները գիտեք, այն ուժերի ներկայացուցիչներն են, խոսքը վերաբերում են ոչ միայն այդ կուսակցությանը, ովքեր ուռա հայրենասիրական լոզունգներով փող են աշխատում, մարդկանց են մոլորեցնում, եթե պիտի ինչ-որ հարցեր քննարկելու կամ չքննարկելու համար ջենտլմենական պայմանավորվածության տակ մտնեք, վերցնեք, բա Նիկոլին ինչու եք բան անում, դավաճան կոչում։ Մի խոսքով, հանձնաժողովի ղեկավարներ պիտի ընտրեն, հանձնաժողովի նախագահներ պիտի ընտրեն, մի հատ էլ այդտեղ պիտի լարվածություններ ստեղծեն, պիտի ստեղծեն իմիտացիա, իբրև թե իրենք պայքարում են Նիկոլ Փաշինյանի դեմ։ Բայց իրականում հենց պետությունն է, իշխանությունն է իրենց ասելու, այս հարցը կբարձրացնես, այս հարցը չես բարձրացնի։ Այս թեմայի մասին կխոսես, այս թեմայի մասին չես խոսի։ Վերջերս ինձ մի տեսանյութ տվեցին, որ ցույց տվեցին, որտեղ պետական պահպանության ծառայության տնօրենի տեղակալն է ելույթ ունենում եւ իրեն հարց է տալիս մի դաշնակ եւ տպավորություն է ուղղակի ստեղծվում, ու այդ հարցը պայմանավորված է, որովհետեւ այդ մարդը հարցին պատասխանելու ընթացքում օգտվում է շպարգալկայից։ Տպավորություն է ստեղծվում, որ պայմանավորված հարց է։ Բայց այն, որ դաշնակները եւ ողջ նախընտրանկալ կամպանիայի ընթացքում այդ ուժեղ Հայաստան կուսակցության դաշինքի ներկայացուցիչները հստակ չեն խոսել կոնկրետ որոշակի հարցերի վերաբերյալ, դա փաստ է։ Եվ դուք չեք կարող կոչվել ընդդիմություն, որովհետեւ դուք, խոսքը վերաբերում է Ջոջեին, դուք վաճառված ստահակներ եք։ Սամվել Կարապետյան, դու չես կարող լինել ընդդիմություն։ Փաշինյան Նիկոլը 30 միլիոն դոլարի լավություն է արել քեզ։ Դու ինչ ընդդիմություն։ Նիկոլ Փաշինյանին հաղթելու համար նախ պիտի Նիկոլ Փաշինյանին հաղթես խոսքով։ Դու սկի խոսել չգիտես։ Այդ քաղաքական անմեղ սունակ, դու սկի խոսել չգիտես։ Դու դուրս ես գալիս, խոսում ես նրա մասին, որ պայքարում ես եկեղեցու դեմ։ Եկեղեցու ավանդույթները դրած ոտնահարում են Գագիկ Ծառուկյանը։ Բա խոսեիր, ինչու չէիր խոսում։ Բա եկեղեցու համար ես պայքարում, ասում ես եկեղեցու դեմ գործած մարդկանց դեմ ես դու պայքարում, եկեղեցու համար ես դու պայքարում, բա խոսեիր, ինչու չէիր խոսում։ Դու բերքո ցուցակ ես մցել մարդու, ով իր կեղտոտ բերանը Սերժի անսամբլի հետ բացում էր Միքայել arczepiskopos-ի նկատմամբ, ու դու դրանից հետո ասում ես դու եկեղեցու համար պայքար ես տանում։ Դու ընդհանրապես անմեղ սունակ ես։ 2024 թվականին Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարեց, որ հարցազրույց է վերցրել Արայիկ Հարությունյանից։ Որոշ մարդիկ իրենց ղեկավարությունից դրա մասին խոսեցին, նաև գլխավորապես դրա մասին խոսում էին ադրբեջանական լրատվականները։ Մարտի 4-ին 5-ին հայտարարեցին Telegram ալիքները եւ նաև ասացին, որ այդ անոնսից հետո ասացին, որ հրապարակելու են հարցազրույցը մարտի վերջ, բայց հարցազրույցը չհրապարակվեց։ Ինչի դիմաց Աղվան Վարդանյան, այս հարցը ով պիտի բարձրացնի։ Այս հարցը Նիկոլինով պիտի տա, ինչի դիմաց։ Իմիջիայլոց այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանը Մերելտուն հարցնիկտուն ասում էր, որ արցախցիների նկատմամբ բանտում գտնվող պսիխոտրոպ նյութեր են կիրառում։ Սա Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր նրա համար, մինչև այդ ամենին միացավ նաև Սերժը, ով սկսեց մեղադրել, չգիտեմ ինչի, Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը,
թուլամորթության մեջ իմիջայից նաև Telegram ալիքները նույն դաշտում գործող Telegram ալիքները հայտարարում էին, որ խոսքի գնում հարցազրույցի մեջ Գյանջայի ռմբակոծություններին այն մարդկանց, ովքեր տվել են այդ հրամանը, Օնիկ Գասպարյան Գյանջան ռմբակոծելու հրամանը ով է տվել քեզ, եւ ինչի համար ես դու Գյանջան ռմբակոծել։ Այս հարցին դու պիտի պատասխան տաս, թե պիտի պատասխան չտաս։ Հիմա, բայց այդ հարցազրույցը չհրապարակվեց, հարգելի բարեկամներ, ընթացքում Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ փսիխոտրոպ նյութեր են կիրառում, ասում էր նրա համար, որ հանկարծ այնուամենայնիվ, եթե հարցազրույցը հրապարակվի, դուրս գա, ասի, բայց ես ասում եմ, չէ՞, փսիխոտրոպ նյութեր են կիրառում, ասել կուզե, ժամանակակից հայերենով ասած, Արայիկ Հարությունյանի Նիկոլ Փաշինյանը պատրաստում էր այդ դաշտը, Արայիկ Հարությունյանի խոսքերը ոսկեղենիկ հայերենով ասած ասնաբանի չեն։ Բայց չհրապարակվեց հարցազրույցը, բայց այդ հարցազրույցը կա։ Ինչի դիմաց չհրապարակվեց։ Ուղղակի ուզում եմ հիշեցնեմ, որ այդ ընթացքում քանդվեց հյուսիս արևմտյան